Տիկին Տատախաս, իմ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության, հանրության եւ պետության վերաբերմունքին։ Մինչ հարցս տալը կուզեի քաղաքական կոնտեքստին անդրադառնալ, որը իհարկե դուք կշրջանցեք։ Ես կարծում եմ, որ մեր հանրության եւ պետության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ լավագույնս արտահայտվել է, երբ մեր հայրենակիցները էթնիկ զտման ենթարկվեցին եւ Հայաստանի Հանրապետությունում գտան մեր հանրության եւ պետության ընդունելությունը ուժերի ներածի չափով այդ օրերին մենք համերաշխության մի կարևոր պահ ենք ապրում որպես ժողովուրդ, որպես ազգ։ Կան քաղաքական գործիչներ, որոնք 44-օրյա պատերազմից հետո տարիներ շարունակ անբռնազբոսիկ դեմքի արտահայտությամբ կարող են ասել, որ Արցախը հանձնվեց, կամ մեղադրանք հնչեցնել մեզ ասել, որ Արցախը հանձնեցիք, առանց անդրադառնալու այն հանգամանքին, թե ինչ զգացումներ են առաջացնում գրեթե 4000 զոհերի ընտանիքների մոտ, երբ շրջանցվում է այն հանգամանքը, որ այդ զինծառայողները հրաման են ստացել կռվելու եւ պայքարել են Արցախի պահպանման համար եւ այնուհետեւ կարող են այդ նույն քաղաքական հանրային գործիչները չքմեղանալ եւ իբրև թե վիրավորվել, երբ իրենց հասցեին լսում են մեղադրանքներ Լեռնային Ղարաբաղի մնացած մասի պահպանման համար բավականաչափ չպայքարելու համար։ Մենք ունենք լրագրող, որը կարող է հանդես գալ այն դիրքից, թե իբր միայն իր սիրտն է ցավում հայրենիքի կորստի համար, իսկ այնուհետև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցույցի ժամանակ ասել ցուցարարին, թե ինքը իր հայրենիքում է գտնվում, կարծես ակնարկելով, որ ցուցարարը, որը Լեռնային Ղարաբաղից է, իր հայրենիքում չի գտնվում, այստեղ Երևանում։ Հարցս հետևյալն է. ինչ հաղորդումներ եք դուք ստացել վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի, ինչ ուսումնասիրություններ եք արել սոցիալական ցանցերում, լրատվական դաշտում, ինչ քանակով ընթացք տրված գործեր կան եւ ընդհանուր վերաբերմունքը դատախազության ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հնարավոր ատելության խոսքի տարածման առումով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Կարապետյան, ձեր հարցին պատասխանելով իրավական կողմի մասով պատասխանեմ եւ նշեմ, որ գլխադասային հանձնաժողովում այս հարցը եւս բարձրացվեց եւ պարոն Մինասյանն էր, եթե չեմ սխալվում, հարցի հեղինակը, թե արդյոք մենք վիճակագրություն վարում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց հենց որպես թիրախային խմբի նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ։ Ես նշեցի, որ մենք ծննդավայրի հիմքով տարանջատված վիճակագրություն չենք վարում, բայց հաշվի առնելով ձեր կողմից բարձրացված խնդիրը ընդհանրապես ատելության խոսքի ծավալների մասով, մենք այս տարի մինչև աշուն ինքնուրույն ուսումնասիրություն կանենք ընդհանրապես, թե ինչպես է վերբալ ագրեսիան եւ մասնավորապես ատելության խոսքը նպաստում բռնի եւ ոչ միայն բռնի հանցագործությունների կատարման վրա։ Սա ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումը ձեզ համար ավելի հասկանալի դարձնելու տեսանկյունից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչպես մենք ինքներս ենք մոնիթորինգ արել, այնպես էլ բազմաթիվ հաղորդումներով, նույն մամուլի հրապարակման վերաբերյալ մի քանի հաղորդումներով ստացել ենք պատշաճ հաղորդումներ ատելության խոսքի վերաբերյալ եւ դրանց մի մասով, որոնցով որ ունեցել ենք հաղորդումներ, վարույթներ են նախաձեռնված, հիմա հատ-հատ թույլ տվեք չնշել, թե կոնկրետ որ խոսքն է, որ անձի վերաբերյալ, եթե ձեզ ավելի մանրամասներ են հետաքրքրում գրավոր կուղարկենք, այն դեպքերում, երբ որ չենք ունեցել պատշաճ հաղորդում, բայց ունեցել ենք միայն որևէ գրառում կամ մամուլի հրապարակում, դրանք ուղարկել ենք օպերատիվ մարմնին ստուգողական գործողություններ իրականացնելու, պարզաբանեմ ինչու ստուգողական, որպեսզի հասկանանք արդյոք նման վերբալ ագրեսիան շարունակական բնույթ է կրում, որպես վարքագիծ է կոնկրետ անձի մոտ դրսևորվում եւ այդ կոնտեքստի մեջ կարող է արդյոք համարվել քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ պարունակող, նոր դրանից հետո ստուգումն իրականացնող մարմինը ինքը հաղորդում կներ
կներկայացնի եւ այդ հաղորդման հիման վրա վարույթ կնախաձեռնվի։ Կրկնեմ ուղղակի, որ մենք բնակավայրի, ծննդավայրի հիմքով տարանջատված, որտեղ շատ նմանատիպ հարցումներ ենք ստացել եւ պատգամավորներից եւ լրագրողներից արդյոք հենց կոնկրետ էթնիկ խմբի նկատմամբ վերբալ ագրեսիայի մասով ատելության խոսքի մասով ունենք վիճակագրություն, թե ոչ առանձին չենք վարում, բայց մինչև սեպտեմբեր ամիս կիրականացնենք համապարփակ ուսումնասիրություն, նախ պատգամավորներից Թագուհի Ղազարյանն էր մեզ նման հարցում ուղարկել, թե արդյոք կարող ենք տրամադրել, ինչ բովանդակություն ունի ընդհանրապես վերբալ ագրեսիայի ձևով դրսևորվող գրառումները եւ բանավոր խոսքը, մենք պատգամավորի այդ ազդակը հիմք ընդունելով ինքներս կուսումնասիրենք եւ համապարփակ կներկայացնենք նաեւ ազգային ժողովին, առաջարկելով, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններ անեք։ Հուսամ կարողացա ձեր հարցին պատասխանել։ Արձագանք։ Այո, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ կարևոր կլինի խտրականության բոլոր բաղադրիչների, այդ թվում նաև չթվարկված մեր սահմանադրությամբ պահել վիճակագրություն, հասկանալու համար մեր իրավապահ համակարգի արձագանքը, որտեղ այո, ինչպես նշեցին պատգամավորները, նաև դատախազությունն է, որ ձևավորում է պետության վերաբերմունքը որևէ հարցի վերաբերյալ ոչ միայն քաղաքական մեծամասնությունը եւ սրա հետ փոխկապակցված իմ մյուս հարցը, որը ես ձեզ 1 տարի առաջ էլ տվել եմ, վերաբերում է Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։ Ես կուզեի իմանալ արդյոք այդ քրեական հետապնդումը շարունակվում է եւ եթե շարունակվում է, ապա ինչու, որովհետեւ այդ անձը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, ով խոսել է իր ազգային փոքրամասնության նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին եւ իմ գնահատականը ես արդեն պարզապես կորցրել եմ բոլոր հնարավորությունները չլինելու այսպես քաղաքական այդ հարցի վերաբերյալ, կարծում եմ, որ օգտագործել է իր չի անցել օրինականության սահմանները։ Կներեք, որ քրեական գործի առնչությամբ այսպիսի գնահատական եմ հնչեցնում, շնորհակալ եմ։ Տիկին Կարապետյան, այդ գործի հետ կապված գործը գտնվում է դատական քննության փուլում եւ մեր նախորդ քննարկման ժամանակ էլ ես նշեցի, որ մեր գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելիս մեզ համար վճռորոշ նշանակություն է ունեցել լեզվաբանական փորձաքննությունը, որի արդյունքներով էր հաստատվել ըստ էության այդ խտրականության, այդ եթե ճիշտ եմ հիշում, նախկին գործող քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշները եւ ըստ էության էլի մեր դիրքորոշումը տարբերվում է ձեր դիրքորոշումից, ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ, գտնվում է դատական քննության փուլում։ Որքանով ես տեղեկացված եմ, Սաշիկ Սուլթանյանը դատաքննության փուլում խուսափել է այո, ներկայանալ դատարան եւ շարունակել դատաքննությունը։ Դրանով պայմանավորված, գիտեք, որ մենք նաև հեռակա in absentia վարույթի հնարավորություն ունենք եւ համապատասխան որոշման առկայության դեպքում չենք բացառում, որ in absentia դատաքննությունը կշարունակենք։ Էլի հարգալից վերաբերվելով ձեր կարծիքին, որպես պատգամավոր ձեր գնահատականին, մեր գնահատականն էլ հենված է փորձաքննության արդյունքների վրա եւ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ։